Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Մայրաթոս Սուրբ Էջմիածնից կանանց տոնի առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում տիկնանց եւ օրիորդներին ի հայրենիս եւ ի սփյուռս։ Այս տոնական օրը մենք վերստին առիթ ունենք գնահատանքի խոսք եւ ջերմ բարեմաղթանքներ ուղղելու մեր մայրերին, քույրերին ու դուստրերին, որոնք իրենց հոգու ողջ նվիրումով ու նախանձախնդրությամբ Աստվածապարգև իրենց ձիրքերով ու շնորհներով անփոխարինելի ավանդ են բերում ընտանիքներում, ազգային ու եկեղեցական մեր կյանքի տարբեր ոլորտներում։ Այսօր, երբ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների առջև են, հայրենական մեր հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին, նրանց սրտերում սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենին եւ մեր Սուրբ եկեղեցին։ Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ օրհնի ձեզ, սիրելի տիկնայք եւ օրիորդներ, հաստատուն ու աներեր, պահի ձեր հավատքն ու հայրենասիրությունը, պարգևի երջանկություն եւ նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում եւ բոլոր բարի գործերում, խաղաղություն, բարօրություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, մեր հայրենիքի եւ համայն ժողովրդին ի սփյուռս աշխարհի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները թող միշտ լինեն ձեզ հետ եւ ամենքի։ Ամեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա առիթով։ Դրանում ասված է. «Սիրելի կանայք, տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի կանանց միջազգային օրվա առիթով։ Այս օրը Հայաստանում գարնան ավետաբեր է, մարտի 8-ին մեր երկիրը հեղեղվում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ։ Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաև նրանով, որ կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են եւ հետևաբար կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է։ Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է։ Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երևույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ ու մարտահրավերներ։ Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացված կրթության եւ աշխատանքի վրա, ձեռք բերելով մրցակցային առավելություններ եւ առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու։ Բայց կանանց ներուժի ներգրավումը որպես մեր պետության զարգացման կարևորագույն գործոն իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրաված ու մրցունակ լինեն եւ ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում մայրերին ու հայրերին, որ մենք տղաների ու մրցակցային հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք։ Հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում։ Հանրային տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր։ Երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ ժամանակ ունենալ, եւ սա նույնպես խնդիր է, որը պիտի լինի մեծ ուշադրության եւ խորհրդածությունների կենտրոնում։ Սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, մարտի 8-ը պետք է նաեւ հանրային համերաշխության օր լինի եւ ավելի ու ավելի է դառնում այդպիսին։ Սեռային մրցակցության կամ պայքարի կամ գերակայության մշակույթը հին է եւ անկեսունանք։ Հարգանքը, գնահատանքը ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում եւ սա քաջալերող է։ Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները։ Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը։ Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով։ Հայրենական պատերազմի փառավոր էջերում մեր հայրենակիցների անունները ոսկե տառերով են գրված։ Նրանցից 3 տասնյակն այսօր ապրում են մեր կողքին, իրենց հերոսական պատմություններն ու դրվագները փոխանցելով սերունդներին։ Որ մեծ հայրենականի 80-ամյա հոբելյանը պետք է նշվի հավուր պատշաճի եւ հպարտության զգացումը պետք է փոխանցվի սերունդներին, Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ է հայտարարել։ Այս հաղթանակը հայոց պատմության մի մասն է եւ այդ էջը պիտի հարգանքով ու խնամքով պահպանվի ոչ միայն գրքերում, այլև մեր մտքերում ու մեր սրտերում։ Տարին սկսվել է բազում միջոցառումներով ու վետերանների մասնակցությամբ մի պատմություն էլ հյուսվում է մարտի 8-ին։ Օրվա հերոսները կանայք են, լեգենդար կանայք։ Բարև ձեզ։
մայիսին նրանալու 80-ամյակը հաղթանակի, որ դու մասնակից ես, մասնակցել ես այդ պատերազմին եւ այսօր մեր ազգի համար, որ մեր հայ ժողովուրդը 600,000 մասնակցել է պատերազմին։ 600,000-ից 300,000-ը հետ չի վերադարձել, բայց ունեցել է մարշալներ, հերոսներ, գեներալներ ունեցել, որը դա մեծ պատիվ է մեր համար, դա հպարտություն է, հաղթանակ է, այսօր հաղթանակի խորհրդանիշը մեր ժողովրդի մեջ դու ես, որ դու դա որպես օրինակ մեծարելու, ասելու, հպարտանալու տեղիք է տալիս, որ օրինակ ծառայելով, որ մարդը կարողացել է մասնակցի, հայ ազգի պատիվը բարձր պահել, նորից եմ ասում 117 գեներալներ, մարշալներ, հերոսներ, այս փոքր ազգը տալով, որոնք նվիրյալներ են, որոնք կարողանում են պայքարել, կռվել, հանուն իրենց հայրենիքի, հանուն հողի, որ այդ հաղթանակը պարգևեն մեր սերունդներին, ու դա հպարտություն է։ Մայիսի 9-ին որ ամբողջ մեր վետերանները 33 են մնացել, որ բոլորին պետք է հատուկ հրավիրեմ, հավաքեմ կամ գնան կանատական, իրենց շնորհավորելու, ասելու, մեծարելու, ինչ որ հարցեր կան կարգավորելու, որ դա մենք երբեք մոռանալու իրավունք չունենք, դա միշտ պետք է ասվի, հնչեցվի, իսկ այսօր ես նստած եմ մարդու կողմ, որը հաղթանակի խորհրդանիշն է։ Ես հիշում ես 100-ամյակը, որ ես քեզ շնորհավորեցի, որ ասի դեռ տարիներ էլի Առաջինը դուք ինձ շնորհավորեցիք։ Դուք շատ բարի մարդ եք, ես գիտեմ։ Երկու վարդիկ ուղարկել։ Այո, հիմա այսօր բացի դա ես քեզ մարտի 8-ը շնորհավորում եմ կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Սա ձեզ։ Այո, красота։ Դու այսօր հաղթանակի խորհրդանիշ ես, որը դա մեծ պատիվ է մեր ազգի համար, մեր ժողովրդի համար, մեր պետության համար։ Շատ զգացված եմ, շատ շնորհակալ, շատ։ Տիկին Ռոզալյան ճակատամարտ է մեկնել 18 տարեկանում, մի կողմ դրել կարմիր դիպլոմն ու որոշել, կռվելու է ֆաշիստների դեմ։ Մի քանի անգամ վիրավորվել է, բայց շարունակել է հայրենանվեր գործը։ Պատերազմի ոչ մի դրվագ չի ջնջվել նրա հիշողությունից։ Վաստակաշատ տիկինը մարտական ուղին ավարտել է Պրահայում։ Ավագ սերժանտի կոչումով վերադարձել է Հայաստան, ամուսնացել։ 102-ամյա տիկին Ռոզալիայի երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն է։ Եթե աշխատում ես, ուժերդ հավաքվում են եւ կարողանում ես ամեն մի բանը հաղթահարես։ Պատերազմի բովով անցած Հայաստանում ապրող մյուս կանայք եւս Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են։ Աշխատակազմին հանձնարարված է հատուկ անակնկալով նրանց տոնը ջերմ ու լուսավոր դարձնել։ Գերությունից մինչև բլոկադա նրանք հաղթահարել են բազմաթիվ զրկանքներ, կերտելով միասնականության ու հաղթանակի գաղափարը։ Գագիկ Ծառուկյանի կողմից նվիրում ենք այս խորհրդանշական նվերը։ Большое спасибо за внимание. Շնորհակալ եմ ուշադրության համար, ուրախ եմ, որ եկաք, հիմա էլ դժվար ժամանակներ են, բոլորիս ցանկությունը եղել և մնում է խաղաղությունը։ Какой шикарный букет! Ой-ой-ой-ой-ой! Ой, спасибо, родненький! Они меня не забывают! Հաջորդ կանգառը Լոռու մարզ։ Լենինգրադի բլոկադան վերապրած մեր հայրենակիցները տոնական օրերին շատ զանգեր են ստանում, բայց մեկը առանձնահատուկ է։ Ինչքան տոնալն եմ, ինքը միշտ զանգում և շնորհավորում է, ինձ որ ես իրանից շատ գոհ եմ։
Спасибо большое. Շնորհակալ եմ անչափ այս ուշադրության համար, զգացված եմ, հուզվելու աստիճան։ До слез. Спасибо, сыночек. Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա առթիվ, դրանում ասված է. «Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, թող ձեր կյանքը լցված լինի սիրով, հոգատարությամբ եւ գնահատանքով։ Մարտի 8-ը ոչ միայն լավ առիթ է հերթական անգամ մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու մեր կանանց հանդեպ, ինչը պետք է լինի ամենօրյա սովորական երևույթ, այլև հնարավորություն անդրադարձ կատարելու հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման եւ իրավունքների պաշտպանության կարեւորությանը։ Ցանկացած հասարակության զարգացում պայմանավորված է նաեւ կանանց իրավունքների պաշտպանությամբ եւ հավասար հնարավորությունների ընդլայնմամբ։ Խտրականության վերացումը, հավասար վարձատրությունը եւ առաջխաղացման արդար պայմանները համընդհանուր արժեքներ են։ Այս տեսանկյունից պիտի նշենք, որ ուրախանալի է տեսնել, թե ինչպես են որոշումների կայացման բազմաթիվ հարթակներում կանայք իրենց ձայնը հնչեցնում քաղաքական, տնտեսական, կառավարչական եւ այլ ոլորտներում։ Միայն կարծրատիպերից ազատ հասարակությունում յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր ողջ ներուժը անկախ բնակության վայրից, տարիքից կամ կրթական մակարդակից։ Սա պետք է ուղենիշ լինի բոլորիս համար եւ խթանի կանանց ձեռներեցության, մասնագիտական զարգացման եւ կրթության հասանելիության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում հայկինը եղել է մեր ազգային արժեհամակարգի, մշակութային ժառանգության եւ ընտանեկան միասնության երաշխավորը։ Այսօր նոր ու տարաբնույթ մարտահրավերների պայմաններում մեր կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը։ Սիրելի կանայք, մայրեր, քույրեր եւ դուստրեր, կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում երջանկություն, շարունակական հաջողություններ, ընտանեկան սեր ու ջերմություն եւ խաղաղություն։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, մայրեր եւ քույրեր, շնորհավորում եմ գարնան սկիզբն ազդարարող տոնի մարտի 8-ի կապակցությամբ։ Կնոջ նուժն աներևակայելի է, անսահման ու հզոր։ Կնոջ դերն անհամեմատելի մեծ է պետության հասարակական եւ քաղաքական կյանքում, որոշումների կայացման գործընթացում, ընտանիքի ամրության, ընտանեկան ավանդույթների, ազգային արժեքների պահպանման եւ հետագա սերունդներին փոխանցելու գործում։ Այսօր հայկինը հաստատուն քայլելով առաջ է շարժվում եւ ուրախանալի է տեսնել, որ բազմաթիվ ոլորտներում որոշումների կայացման գործում հայ կանայք մեծ հաջողություններ են արձանագրում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին, մայրերին եւ քույրերին եւ մաղթում առողջություն եւ երջանկություն։ Միշտ եղեք բարի, հմայիչ, երջանիկ, երբեք չկորցնեք ձեր կանացի հմայքը, ժպիտը, լավատեսությունը, որովհետեւ այն մեզ ուժ է տալիս ավելին անելու եւ ավելիին հասնելու։ Խոնարհումս բոլոր հերոսացին մայրերի առջև։ Շնորհավոր մարտի 8։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Սիրելի կանայք, թակագին մայրեր, քույրեր եւ դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանամուտի ամենասպասված ու պայծառ տոնի մարտի 8-ի կապակցությամբ։ Այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է հայ կանանց մեծարելու եւ նրանց բացառիկ դերը հասարակության մեջ ընդգծելու համար։ Գնահատելի է կանանց անսահման հոգատարությունը, սերն ու նվիրվածությունը ընտանիքում, ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքում եւ պատասխանատու գործունեությունը մասնագիտական ամենատարբեր բնագավառներում։ Լավագույն ցանկություններով առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների կին աշխատակիցներին, որոնք ներդրում են ջանք ու եռանդ գիտելիքներ եւ փորձառություն համայնքի զարգացման ուղղված շնորհակալ գործում։ Սիրելի կանայք, ձեզ վերապահված ամենօրյա աշխատանքը առավելությունն է, ուղղված ամուր ու հայեցի ընտանիքների պահպանման, սերունդների դաստիարակության, մարդկային ու ազգային արժեքների տարածման վեհ գործին։ Կրկին կարևորելով ձեր անփոխարինելի դերը շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ։ Մաղթում եմ լինեք սիրված ու գնահատված, ապրեք առողջ ու երջանիկ, խաղաղ ու բարեկեցիկ կյանքով։ Այսօր մարտի 8-ն է կանանց միջազգային օրը։ Այսօրը տարբեր երկրներում նշվում է մեծ ոգևորությամբ։ Կանայք եւ աղջիկները այսօր ստանում են բազում նվերներ եւ շնորհավորանքներ, որոնց նրանք արժանի են տարին յուրաքանչյուր օր։
Հիմա կշրջենք Աբովյան քաղաքում հասկանալու թե մեր կանայք եւ աղջիկները արդեն հասցրել են ստանալ նվերներ։ Ստացել եմ, շնորհավորել եմ, գնում եմ շնորհավորելու։ Իսկ ինչ կմաղթեիք մարդիկ։ Անամպ երկինք։ Անամպ երկինք, խաղաղություն, ամենակարևորը։ Խաղաղություն լինի ամեն ինչ կամաց գնում։ Ճիշտն ասած, ընտրել եմ, գնում եմ, որ վերցնեմ։ Մայրիկին եւ քույրիկիս։ Գերուշ։ Չէ, դեռ ոչ, բայց ընթացքի մեջ ենք։ Իսկ ինչ կմաղթեիք։ Բոլոր կանանց կմաղթեմ առողջություն, երջանկություն։ Թող միշտ շատ գեղեցիկ լինեն ու սիրված լինեն բոլորիս կողմից։ Չէ, նվեր չեմ հասցրել, բայց դե շնորհավորել եմ։ Քաջ առողջություն, խաղաղություն, երկար տարիների կյանք։ Առավոտից արդեն ստանում ենք շնորհավորանքներ, մենք ենք շնորհավորում։ Առողջություն, գարնանային տրամադրություն, լիքը սեր։ Գնում ենք, որ շնորհավորենք կոլեկտիվով, շնորհավորեմ բոլոր կանանց, աղջիկների տոնը, ցանկանում եմ երջանկություն, սեր, խաղաղություն եւ ուրախություն։ Ես նվիրել եմ խոհանոցի կոմբայն, էլի։ Իսկ ինչ կմաղթեք կանայք եւ աղջիկ։ Ամենայն բարիք, երջանկություն։ Այո, հասցրել ենք ծաղիկներ։ Իսկ ինչ կմաղթեք։ Առողջություն ամենագլխավորը, հաջողություն եւ երջանկություն։ Շնորհավորանքներ ստացել եմ, բայց նվերներ դեռ ոչ։ Մաղթում եմ բոլորին հաջողություն, երջանկություն, խաղ երկինք։ Առողջություն, երջանկություն, բարի նպատակներ դնեն հասնեն իրենց նպատակին։ Այսօրը ոչ միայն տոն է, այլև հիշեցնում է այն կանանց մասին, ովքեր իրենց պայքարով մեզ նվիրեցին հասարակության ձայնի եւ հնարավորությունների իրավունքներ։ Մարտի 8-ը սկիզբ է առել դերևս 20-րդ դարի սկզբին, երբ կանայք համախմբվեցին պայքարելու իրենց աշխատանքային ու քաղաքացիական իրավունքների համար։ Կլարա Ցետկինը այն կինն էր, ով 1910 թվականին Կոպենհագենում կայացած կանանց միջազգային կոնֆերանսիայի ժամանակ առաջարկեց ունենալ կանանց նվիրված հատուկ օր։ Մարտի 8-ը սկսվել է որպես կանանց իրավունքների պաշտպանության օր եւ այսօր էլ այն հիշեցնում է հավասարության ու արդարության մասին։ Անկախ նրանից, թե ինչպես են մարդիկ նշում այս տոնը, դրա գլխավոր ուղերձը մեկն է՝ գնահատել, սիրել ու հարգել կանանց ոչ միայն այսօր, այլև տարվա յուրաքանչյուր օր։ Այն նաև առիթ է անդրադառնալու նրանց պայքարին, ձեռքբերումներին ու դեռ առկա մարտահրավերներին։ Դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպանը ներկա Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդ գնդապետ Արգատի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը։ Հանդիպան ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպան արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, փոխադարձ այցերի կազմակերպման, երկու երկրների պաշտպանության նախարարությունների պաշտպանական խորհրդակցությունների շարունակականության ապահովման եւ փոխշահավետ գործակցության զարգացման հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես Հայաստանի խաղաղության օրակարգի հանձնարարությանն ու երկկողմ բարեկամական համագործակցության խորացման ուղղություններին։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։ Էդուարդ Հակոբյանը եւ Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի եւ ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։ Հանդիպան ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ փոխանակման նպատակով կողմերի միջև օպերատիվ հաղորդակցության ուղիների ստեղծումը, կրիպտոակտիվների վերահսկման, կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում առկա մարտահրավերների վերահսկման նպատակով կանոնավոր հանդիպումների կազմակերպումը։ Անդրադարձ է կատարվել ֆինանսական ու առևտրային անօրինական գործիքների Հայաստանի եւ Վրաստանի տարածքով բեռների անօրինական տեղափոխման կանխման նպատակով գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Կողմերը փոխանակել են նաեւ տեղեկատվություն ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կիրառվող միջազգային մեխանիզմների վերաբերյալ։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը եւ ընդգծել կազմակերպության իրականացված աշխատանքների կարեւորությունը։ Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող այդ թվում գերիների, անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին։ Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը
համագործակցությունը շարունակելու հարցում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալգուին։ Ողջունելով դեսպանին խորհրդարանում Հակոբ Արշակյանը նշել է Հայաստանի եւ Բրազիլիայի միջև աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջև ամուր բարեկամության հաստատմանը։ Ազգային ժողովի փոխնախագահի խոսքով երկու երկրների միջև հաստատվել են հարգանքի եւ փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ։ Խոսելով միջխորհրդարանական համագործակցության խորացումից ազգային ժողովի փոխխոսնակը նշել է, որ այդ հարցում նշանակալի է բարեկամական խմբերի դերակատարությունը։ Այս համատեքստում կողմերը կարևորել են խորհրդարանականների հաճախակի փոխայցերը։ Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում արժևորվել է նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն կարող է ամուր հիմք հանդիսանալ սերտ առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար։ Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մարտահրավերներին ազգային ժողովի փոխխոսնակը նշել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթությունն է։ Հանդիպանը ներկա ազգային ժողովի Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի անդամ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, ընդգծելով, որ ծրագրի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա։ Հայ խորհրդականներն անդրադարձել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, բարձրաձայնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց հարցը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ֆաբիո Վազ Պիտալգուն կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով համատեղ նախագծերի իրականացումը։ Ներքին գործերի նախարարության հենասյունային բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան, որը նոր սպառազինությամբ եւ վերապատրաստված անձնակազմով պատասխանատվություն կստանձնի մի շարք ուղղություններով։ Գվարդիան կիրականացնի հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պաշտպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ։ Գվարդիայի գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում Լիտվայի Հանրապետության հանրային անվտանգության ծառայության հրամանատար Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը միջազգային փորձի փոխանակման եւ համագործակցության ամրապնդման նպատակով Հայաստանում էր։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական միությունում ոստիկանական գվարդիաների կառուցվածքը, գործառութային խնդիրները եւ լավագույն փորձը թեմայով կլոր սեղան քննարկում։ Մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, Լիտվայի Հանրապետության հանրային անվտանգության ծառայության հրամանատար Վիկտորաս Գրաբաուսկասը, ներկայացուցիչներ ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ Քննարկվել են ոստիկանության գվարդիայի կառուցվածքային առանձնահատկությունները, զարգացման ուղիները, տեխնիկական հագեցվածությունն ու գործընկեր կառույցների հետ փոխգործակցությունը։ Միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով անդրադարձ է կատարվել նաև լիտվական հանրային անվտանգության ծառայության գործառույթներին, աշխատանքի առանձնահատկություններին, կառավարման մոդելներին, ինչպես նաև համագործակցության հնարավորություններին։ Պատվիրակությունը շրջայց է կատարել ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերում, ծանոթանալով նյութատեխնիկական հագեցվածությանն ու ծառայության մարտահրավերներին։ Ավարտին ոստիկանության զորքերի հրամանատարը արդյունավետ համագործակցության համար պարգևատրել է պատվիրակության անդամներին։ Հյուրերը եղել են նաև ներքին գործերի նախարարության կրթահամալիրում, որտեղ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի շրջանակում երկշաբաթյա վերապատրաստման մասնակիցներին հանձնել են հավաստագրեր։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար ՏՄ-ն պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ գույք։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՏՄ-ն զորամասի հաշվեկշռում արկա 2 միլիոն դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկատի վարորդ ԳԴ-ին եւ պահեստապետ ԿԱ-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել։ Մասնավորապես ՏՄ-ի հանձնարարությամբ զորամասի ինժեները տեղյակ չլինելով ավտոմեքենայի շահագործման իրացման նպատակի եւ երթուղու մասին կազմել է կեղծ ուղեգրեր, որոնց հիման վրա ԳԴ-ն եւ ԿԱ-ն զրահատեխնիկայի շարժիչի օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերը վարձել են զորամասին ամրակցված բեռնատարը եւ 2024 թվականի փետրվարի 2-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել Կոտայքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ հիշյալ պահեստամասերը բեռնաթափել են ԳԴ-ին պատկանող հողամասերի տարածքում։ Այնուհետև վերջինս հիշյալ պահեստամասերը վաճառելու ՏՄ-ի ապօրինի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել մետաղի ջարդոն ընդունող անձի հետ եւ հափշտակված պահեստամասերը 1 կիլոգրամը 400 դրամով վաճառել նրան։ Արդյունքում ստացված 4 միլիոն դրամից 3 միլիոն դրամը ԳԴ-ն տվել է ՏՄ-ին, իսկ գումարի մնացած մեկ մասը 1 միլիոն դրամը տնօրինել են ինքն ու պահեստապետ ԿԱ-ն։ Վերջիններիս կողմից հիշյալ 1 միլիոն դրամը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ ՏՏԽ-ի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան ըստ էության քննելու համար։ Սպիտակ քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում 4-ից 6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում 2-ից 4 բալ ուժգնությամբ։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 9:26-ին Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.6 մագնիտուդով երկրաշարժին հաջորդում է հետցնցումներ։ Համաս արմատական իսլամիստական շարժումը սպառնում է սպանել պատանդներից մի քանիսին, եթե Իսրայելը վերսկսի մարտերը Գազայի հատվածում։ Իսրայելի իշխանությունների տվյալներով Գազայում իսլամիստները շարունակում են պահել 24 պատանդի եւ արևակվանցների 35-ի։ Կենթանի գերիների թվում ըստ իսրայելական կողմի տեղեկությունների կա Իսրայելի եւ Գերմանիայի քաղաքացիություն ունեցող երիտասարդ զինծառայող եւ Թայլանդի քաղաքացի։ Իսրայելի եւ Համասի միջև զինադադարի առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին, սակայն կողմերը դեռ չեն պայմանավորվել երկարաձգելու համաձայնագիրը։ Իսրայելը պատրաստվում է ուժեղացնել ճնշումը Համասի վրա, այդ թվում ռազմական գործողությունների վերսկսմամբ, եթե պաղեստինյան շարժումը պատանդներին ազատ չարձակի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի ռազմաարդյունաբերական համալիրը պատրաստ է նպաստել Եվրամիության պաշտպանական արդյունաբերությանը եւ եվրոպական անվտանգության ամրապնդմանը։ Մենք կարծում ենք, որ մեր ընդհանուր շահերից են բխում Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգության ապահովման բոլոր քայլերը եւ այս բոլոր ջանքերում անկասկած կարեւոր է առավելագույնս պահպանել անդրատլանտյան կապերը եւ ստանալ մեր դաշնակից Ամերիկայի ուժեղ աջակցությունը, ասել է նա։ Թուրքիայի նախագահը հավելել է, որ միության շրջանակում եվրոպական պաշտպանության արդյունաբերության ծրագրերը պետք է բաց լինեն բոլոր եվրոպացի դաշնակիցների համար, քանի որ Եվրոպայի անվտանգությունը միայն միության երկրների գործը չէ, եւ նրանք նույնպես պետք է մասնակցեն Ուկրաինայի վերականգնման ուղղված Եվրամիության ծրագրերին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը մինչեւ ապրիլի 2-ը հետաձգելու մասին։
Նրա ստորագրած հրամանագրի համաձայն խոսքը վերաբերվում է այն ապրանքներին, որոնք գնահատվում են եռակողմ առևտրային համաձայնագրի ներքո։ Թրամփը նշել է, որ այդ ամսաթվից հետո ճշգրտումներ չեն լինի։ Նրա խոսքով Թուրքերի մասին որոշումը կայացվել է ամերիկյան ավտոմոբիլային ընկերություններին չվնասելու համար։ Կանադան էլ ի պատասխան Վաշինգտոնի մինչև ապրիլի 2-ը կասեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ավելի քան 4000 ապրանքատեսակի համար մաքսատուրքերի սահմանման երկրորդ փուլը։ Այնուամենայնիվ, Կանադայի սկզբնական պատասխան մաքսատուրքերը Միացյալ Նահանգների դեմ կմնան ուժի մեջ։ Օտտավան ընդգծել է, որ իրենք շարունակում են աշխատել բոլոր սակագների վերացման ուղղությամբ։ Երևան քաղաքում մարտի 9-ից 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 9-ից 3-ը 9-ից 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 8-ից 13-ին աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։